Հայր այսօր երկրպագում են քեզ, պաշտում են քեզ, որդում են քեզ, Տեր, որ դու Սակրամենտոյի Աստվածն ես, դու Արարատի երկրի Աստվածն ես, դու մեր Տերն ես Աստված, այսօր եկել են քեզ ասենք, դու ես մեր Տերը, հրաշքներ անող, ազգերը միաբանող, քո հոգին ազգերի մեջ գործող, քո կրակն ու քամին շարժող, հոգին թող այսօր գա մեր մեջ, սիրելի Հիսուս, Հայր շարժվիր մեր մեջ, մեր կյանքը Տեր Աստված թող այսօր Տեր հպվի քեզ Տեր Աստված, հպվենք ու ստանանք քեզանից Տեր Աստված, Տեր օրհնում ենք մեր երկրպագության խումբը, փառաբանությունը Տեր Աստված, թող քո հոգին շարժվի այստեղ Տեր Աստված, փառքերը քեզ Հիսուս, Տեր այսօր Տեր, գոհանում ենք սիրելի Սուրբ Հոգի, այս հաղորդության ծառայության մեջ, ուղղակի Տեր Աստված հպվիր մեր սրտերը, կյանքը, բացում ենք մեր սիրտը, խոստովանում ենք քեզ այս երկրպագության ժամանակ Տեր Աստված, թող մեկանանք քո հետ Տեր, ինչքան լավն ես դու Հիսուս, եւ թող եկեղեցին ասի ամեն ու ամեն, փառքեր Հիսուսին, հալելույա, ամեն, փառքեր Հիսուսին։ Զորությունով պիտի ուրախանա, ողորմությունով պիտի ցնցա, կանսի դու ինձ պահապան եղար, և նեղության օրն ապավեր, զորությունով պիտի ուրախանա, ողորմությունով պիտի ցնցա, կանսի դու ինձ պահապան եղար, և նեղության օրն ապավեր, Աստված փառք ես, որ նայում ենք առաջ քո
Հավատարմությունը եւ սերը եւ ողորմությունն ենք տեսնում, նայում ենք իդ, նմանապես տեսնում ենք քո պաշտպանությունը եւ ողորմությունը, աճ, ցախ, որտեղ նայենք, Տեր, քո սերը եւ ողորմությունը շրջապատել է քո ժողովրդին, Տեր, քեզ սիրողներին, Տեր, եւ նույնիսկ բոլոր մարդկությանը, Տեր, ողորմած Աստված, գթած Աստված, շնորհակալ ենք, որ քո սիրով, Տեր, այցելել ես մեզ, Տեր, շնորհակալ ենք, որ կյանքդ զոհեցիր մեզ համար եւ սիրեցիր մեզ, երբ դեռ մենք մեղավոր էինք, սիրելու մի բան չէինք եւ հիմա էլ, Տեր, բայց միևնույն է դու սիրում ես մեզ։ Շնորհակալ ենք, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր։ Քո սիրով ինձ այցելել ես, Բրկություն ես պարգևել, քո գրքում գտել եմ ես խաղաղություն և ամեն բանի համար շնորհակալ եմ անսահման, նվիրում եմ ես իմ սիրտը միայն քեզ, երգում եմ շնորհակալություն Զոհով ինձ պարգևել ես կյանքավիճակ, հիմա կարող եմ քո արյալ, քո առջև գալ համարձակ, և կարող եմ ուղղել նայել քո աչքերին, երգում եմ փառքես, Հիսուս, օրհնանք եւ երկրպագություն քեզ Տեր, բարձրացնում ենք մեր ձեռքերը քեզ եւ խնդրում ենք քո թանկագին հպումը յուրաքանչյուրից Տեր, Տեր մենք չենք կարող փոխվել, եթե դու չհպվես Տեր, մենք չենք կարողանա փոխվել եւ բժշկվել, քանի դեռ դու չես հպվել մեզ, քանի դեռ չենք հանդիպել քեզ Տեր,
Մեր փափագն է, որ հանդիպենք քեզ Տեր։ Մեր փափագն է տեսնենք քեզ, մեր փափագն է շփվենք քեզ հետ Տեր։ Մեր փափագն է Տեր, իմանանք քո կանոններն ու հրամանքը Տեր։ Իմանանք այն ինչ ուզում ես, որ մենք կատարենք Տեր։ Ողորմած Աստված, ողորմիր մեզ Տեր։ Օրհնում ենք քեզ Տեր։ Ինչ մեծ է Աստված, երկիրից հետ ինչ մեծ է Աստված, ազգերը թող տեսնեն, ինչ մեծ է Աստված, ինչ մեծ է Աստված, եկեք միասին բարձրացնենք մեր ձայնը, ինչ մեծ է Աստված, երկիրից հետ ինչ մեծ է Աստված, ազգերը թող տեսնեն, ինչ մեծ է Աստված, անունը քո իմ
Պաշտում ենք քեզ մեր Աստված, մեծ, փառավոր, սուրբ եւ պատվական։ Փառք ես Տեր, փառք ես, մեծ ես դու եւ չկա մեկը քեզ նման Տեր։ Քո անունը վեր է ամեն անունից ով Հայր։ Պաշտում ենք քեզ Տեր, երկրպագում ենք քեզ։ Եկեք բարձրացնենք մեր ձեռքերը եւ պաշտենք բացած սրտով, բացած հոգով, բաց երկինք բարձած ձեռքերով պաշտենք մեր Տիրոջը, նա արժան է, նա այստեղ է, իր խոստումի համաձայն, զգանք թե չզգանք, նա իր խոսքի հետևում կանգնած է, որտեղ երկու եւ ավել հոգիներ հավաքվեն իմ անունովս, այնտեղ ես ներկա եմ, ասեց Տերը, եւ նա այստեղ է, նրա ներկայությունն այստեղ է, Տեր, փառք ես, օրհնում ենք քեզ, Տեր, հալելույա։ To
որդանքի, պատիվ մեծություն քեզ, ազգերի Աստված, անունդ քո սահման չունի Տեր, անունդ ճեղքել է երկրները, գետերը, օվկիանոսները, անցել այդ ամեն աղաղակները Տեր Աստված, քո անունը Տեր, երկրի, աշխարհի, մարդկանց, ժողովուրդների, բնակիչների մեջ է Տեր Աստված, Հիսուս, հրճակիր ասա Հիսուս, 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 ինչ հզոր անունը, նրա այս անվան առաջ խոնարհվում են ամեն ծնկեր, ամեն դիվային ուժեր, ամեն հարձակումներ, այս անվան առաջ, որովհետև այս անունը իր մեջ կրում է Բարձրյալի հոգին, Սուրբ հոգին, մեզ զորացնողը, մեզ ուղարկողը եւ մեզ իր գործի մեջ զինողը, փառք ես Տեր Աստված։ Աստված իմ օրհնում եմ քեզ այսօր։ Քո անվան զորություն է մրճակում այս տան վրա Տեր Աստված։ Այո, թող քո հոգին իջնի այս տան մեջ Տեր Աստված, որ վայելեն քո ամենը Տեր Աստված։ Ես օրհնում եմ Գեմբիան Տեր Հիսուս։ Օրհնում եմ Գամբիայի ամեն այս փոքրիկ 3 տարեկան եկեղեցին ու ամեն մի հոգու Տեր Հիսուս։ Ես շնորհակալ եմ, որ քո այրյունը զորություն ունի Տեր։ Մենք հիմա Տիրոջ այրյունն ու մարմինն ենք ընդունելու, կխնդրեմ, որ բաժանենք, սիրելիներ, այրյան մեծ զորություն կա, շատ զորություն կա։ Քրիստոսի այրյունը, հալելույա։ Գիտեք, երբ որ մի ապաշխարած երկրից դուրս ես գալի, գնում ես մի այնպիսի մի երկիր, որ 92% մուսուլման են և այդ մեծամասնությունը մուսուլմանների կռապաշտ են, կախարդության ոգով բռնված, երբ որ այդտեղ ասում ես Հիսուսի այրյունն է մրճակում, մի այլ բան ես զգում մարմնիդ մեջ, բայց երբ որ ապրում ենք մի վկայված երկրի մեջ այստեղ, լինի Հայաստանում, թե այստեղ, կարծես Հիսուսի այրյունը սովորական բան է մեր համար դարձել։ Քրիստոսի այրյունը զորություն ունի, սիրելիներ։ Կոտրում է վախերը, անեծքները, կոտրում է։ Քրիստոսի այրյունն է մեզ զորացնում։ Եկեք հրճակենք Հիսուսի այրյունը մեր մտքի, սրտի, հոգու վրա, մեր թույլ կոմերի վրա, եկեք խոստովանենք, մեր սիրտը բացենք Տիրոջը։ Այո, մենք մարդկային ենք, մենք հողի մարմնի մեջ ենք, մենք տկարություններ ունենք, բայց այդ տկարությունները մաքրում է Հիսուսի այրյունը, ասա Հիսուս այրյունովդ մաքրիր ինձ, լվա ինձ, փառք ես Տեր Հիսուս, զորացրու ինձ։ Ես շնորհակալ եմ քո այրան զորության համար, Տեր։ Հայր իմ, շնորհակալ եմ այս եկեղեցու համար, որ մեզ տվել ես տուն քեզ պաշտելու, քեզ ընդունելու, քեզ հայր կոչելու Տեր Աստված, փառք ես Տեր Հիսուս։ Քո այրյունն է մրճակում, իմ սիրելի Հայր։ Հայր, ես խնդրում եմ, որ այսօր քո հոգով խոսաս մեր հետ, Տեր։ Պողոս առաքյալը ասում է, նախքան Տիրոջ այրյունն ու մարմինը ընդունելը, քննեք ձեր անձերը, սիրելիներ։ Սա շատ կարևոր է։ Ամեն անգամ ես ասում եմ, որ մենք, այո, հաղորդությունը ամեն անգամ հիշացնում եմ, ասում եմ, որ հաղորդությունը ընդունում են նրանք, ովքեր Հիսուսին ընդունում են Տեր և անձնական փրկիչ, այդքան բան, սիրելիներս։ Եթե Տերը քո անձնական Տերն ու փրկիչն է, հավատա սիրելիս, դու պետք է ընդունես Տիրոջ այրյունն ու մարմինը, այրյան զորությունը քո կյանքի մեջ, հալելույա, հալելույա, փառքեր Հիսուսին։ Ես շնորհակալ եմ, Տեր։ Ու երկրորդ բանը, կյանքդ բացի Տիրոջ առաջ, որ այս ուղակի հյութը, այս չթխմորված հացը ուղակի ունենա կյանք ու նպատակու մեջ։ Այն, որ Հիսուս ասեց, սա իմ մարմինն է, սա իմ այրյունն է, ով որ իմ մարմինն ու այրյունը ուտի, ասեց նա հավիտենական կյանք ունի։ Հավիտենությունը սա է, քո ձեռքերի մեջ այսօր։ Ես շնորհակալ եմ, սիրելի Հայր, շնորհակալ եմ անչափ, սիրելի Հիսուս։ Քրիստոսի այրյան զորությունն է մրճակում, Տեր։ Իմ քույր եղբայրների կյանքի մեջ, սիրելի Հիսուս։ Դու խոսա ամեն մեկիս հետ, ամեն մեկի սրտերի հետ, մտքերի հետ, հոգու հետ, սիրելի Հիսուս։ Ինչքան ենք գոհ քեզանից, Տեր, որ մենք ունենք եկեղեցի
Շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ Տեր, հալելույա, փառքերը քեզ Հիսուս։ Շնորհակալ եմ Տեր։ Թողա անպատ մեզ վրա, գա այս տան վրա, Փառքերը քեզ Հիսուս, թողա անպատ մեզ վրա, գա այս տան վրա, այս տան վրա սիրելի Հիսուս։ թողա անպատ մեզ վրա, գա այս տան վրա, Թող գա արթնության անպատ այստեղ Սուրբ։ թողա անպատ մեզ վրա, գա այս տան վրա, թողա անպատ մեզ վրա, գա այս տան վրա, Թող գա իմ ընտանիքի վրա, թող գա իմ չնորոգված մտքերի վրա, իմ սրտի վրա, թող գա իմ հոգու վրա, թող գա Քրիստոսի բարման օրհնությունը, թող գա կյանքս թարմացնի, հալելույա, արի, արթնության ամպը թող գա Հիսուսի, շնորհակալ եմ այս տան վրա թող գա քո ամպը սիրելի Հիսուս, թողա անպատ մեզ շնորհակալ վրա, ենք Հիսուս, գա այս տան վրա, Տեր այստեղ ասիրելիներ, Տերը գործում ա մեր մեջ, հալելույա Տեր, հալես Հիսուս, թողա անպատ մեզ վրա, գա այս տան վրա, շնորհակալ ենք սիրելի Հիսուս, շնորհակալ ենք Տեր, հալելույա, շնորհակալ ենք սիրելի Հիսուս, հալելույա Տեր Հիսուս, հալելույա, 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 ինչ որ կյանքիդ մեջ կա սիրելիս, ասա տալիս եմ Հիսուսին, փառք ես Հիսուս, փառք ես Հիսուս, Առաջի Կորինթացիս 11:23-ն ասում է. Որովհետև ես Տիրոջից ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուսն այն գիշերը, որ մատնվում էր, հացը առավ եւ գոհանալուց հետո կտրեց եւ ասաց. Առեք երեք այս է իմ մարմինը, որ ձեզ համար է կոտրվում։ Հալելույա։ Փառք ես Հիսուս։ Այս արեք իմ հիշատակի համար։ Շնորհակալ եմ Տեր քո մարմնի համար, սուրբ մարմինդ, փառավոր մարմինդ, անմեղանչական մարմինդ Տեր, կյանք կա քո մարմնի մեջ, կյանք Հիսուս, կատարյալ մարմինդ Տեր Հիսուս, որ խաչը բարձրացավ մեր մեղքերի համար Տեր, Տեր այսօր Տեր, այո մենք էլ, հիմա Տեր Հիսուս քո խոսքն ասում է, ձեր մարմինը խաչեք, եւ անգամ ասում է, ամեն օր մահացեք, ձեր մարմինը ուղղակի սպանեք իր կիրքերով, սա ամենակատարյալ պահն է, որ մեր մարմնի այդ կիրքերը, խանգարող բաները, ինչ որ կա, կապանքները քանդվի Հիսուսի անունով, նրա հզոր անունով, հալելույա, շնորհակալ եմ Հիսուս, քո մարմնի համար, եկեք ընդունենք միասին մարմինը մեր մեջ, Հիսուսի, ինչքան հզոր է քո անունը Հիսուս, շնորհակալ եմ քո այրան համար Տեր, անմեղ արյուն, հալելույա, շնորհակալ եմ, որ կյանքը տվեցիր Տեր Հիսուս, այս բաժակը խոսում է
քո այրան մասին, որ դու ներեցիր Տեր Աստված, ինձ մեղավորիս, արդարացրեցիր, սրբացրիր, առանձնացրեցիր աշխարհից Տեր։ Ես գոհանում եմ Տեր, այն դառը բաժակը, որ խմեցիր, որ այսօր ինձ կյանք տաս, Հիսուս։ Հալելույա Տեր, մեր դառնությունը փոխեցիր քաղցրության, Հիսուս։ Ես շնորհակալ եմ Տեր։ Այնպես էլ ընթրիքն ուտելուց հետո բաժակն առավ եւ ասաց. այս բաժակը նոր ուխտն է։ Իմ արյունով այս արեք, քանի անգամ որ հացն ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեք, գնացեք, պատմեք, մինչև որ նա գա, հալելույա, փառք ես Հիսուս։ Եկեք միասին ըմբենք, սիրելիներ, հալելույա։ Yeshua, շնորհակալ ենք, Yeshua, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, սիրելի Yeshua։ Շնորհակալ ենք, սիրելի Հիսուս։ Անունդ փառավորվի Yeshua, անունդ փառավորվի քո ժողովրդի մեջ, Yeshua, փառավորվես այստեղ, քո փառք այստեղ, քո փառք այստեղ։ Beautiful
Փարքերը քեզ, փարքերը քեզ, եկեք միան լավ գոհաբանության, փառաբանության հոգին թող կա այստեղ։ Տեր, փառաբանության պատմությանդ գցիր քո տան վրա, Տեր Աստված։ Շնորհակալ ու գոհ, շնորհակալ ենք քեզանից Հիսուս։ Այսօրվա համար, այս եկեղեցու համար, ամեն մի հոգու անատի համար այստեղ Տեր, որ քո անունով է եկել սիրելի Եշուա, անունդ փառավորվի քո ժողովրդի մեջ։ Եվ թող եկեղեցին ասի ամեն ու ամեն, փառքեր Հիսուսին, ամեն։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Gambia! Gambia! Hi Destiny Church, Joel and Mandy Corbin here. We just want to say a huge thank you for supporting the project that you can see going on behind us right here. We are renovating this playground just for the kids of this community. We live in a community where kids have really hard lives, and this playground is one of the few places they can go and just be a kid and just relax. And we call this place Friendship Park, because we want this to be a place where we're building friendships with kids, sharing the good news with them, and it's a place that you guys are helping make possible. So thank you so much. These guys are making a fence around it right now, cleaning it up. The Destiny team is behind me working super hard. We are so grateful. Thank you so much. God bless you guys. Hey everyone, it's Gary here. We're here at the Agape School, and what a blessing to be here to see the children with so much joy. God has placed us here to do good things, and we love it, and we can't wait to do more. Hi, I'm Chelsea. We're at the Agape School, and today we got to come and hang out with the kiddos. Something that really touched me today was just the friendliness and the sweetness of the little kids, that they just come up to you and want to hold your hand and want to sit with you and just kind of stare at you and smile. So that's just really precious, that they have such a joy and they're just so friendly. And we get to come and get to be with the kids, play with them. We got to play Sally Says. I was Sally today, so that was a fun thing for me to get to do to entertain the kids. So we're about to load up to go to our friend's baby naming ceremony. It's cultural here that 8 days after a woman gives birth, she has a big celebration where the dad and the local imam give the name to the baby. So today we are going to be a part of that and celebrate with this family. And as we do this, we are spending time with them, showing Christ's love to them and witnessing to them. Welcome, Destiny family. Greetings from Gambia, West Africa. Today I'm standing in front of the house of Modu. Modu was one of the first workers with the Corbin and the Walker families here in the village of El Breda. He has been a great blessing to them. He has been building and working on this house now for many months. He is finally ready for the doors and the windows, and the local welder in town has delayed intentionally his order, as Pastor Joel has felt the calling from God to pay for the materials for these doors and windows, and to use your Destiny team to provide the installation. So today, when it's over, Modu's going to be in for a tremendous blessing when he discovers there's no cost for his doors, windows, or installation. Thank you, Pastors Kathy and Greg, for your passion and support of World Missions.
Thank you, Destiny family, for your prayers and for your support to send this team here to the Gambia. We really appreciate all that you've done for us. God bless. Ամեն, փառքեր Հիսուսին սիրելներ։ Այդ առույցները սկական էին, հա, ասեմ։ Մի օքի ասում է կարող է AI-ը, ասում է այդ առույցները կամ բան, ասեցի չէ, այտենց ChatGPT բան ընդ չի գործում։ 22 առույցի ձակ այդ սաֆարին, որ տարել էինք, մեծացրել են ու մեր ժողովրդին, որ շփվեն էլի ուղակի դրսից եկած ժողովուրդը։ Շատ հետաքրքիր է, չտեսնված բան էր այդ փորձառությունն է, բայց վերջի այդ կղզին տեսակ, որ գնում ենք դեպի կղզին։ Գամբիան շատ տխուր պատմություն ունի, սիրելներ, շատ տխուր պատմություն։ 1500 թվերից առաջի ստրուկները, որ գնել են, ուղարկել են, այդ կղզուց են ուղարկել։ Պատմությունը գնացինք կղզին, կանգնեցինք այդ կղզու վրա, ոնց մեր հայկական ցեղասպանությունը, ոնց դուք զգում եք, իրանք նույնը զգում են իրենց ծնողներին ոնց են իրարից առանձնացրել, երեխեքին առանձնացրել, այնտեղ խուցեր կար այդ կղզիների վրա պատրաստած, որ մի քանի խառ ընտանիքներ գցել են այդ խուցի մեջ, իրենց տուալետ բան եղել է այնց այդտեղ, ոնց որ dehumanizing-ն եմ։ Առաջուց մի հատ իրանց այդ մարկային արժեքներից զրկում ես, հետո երբ որ արդեն վաճառել են դրսի այդ օտարականների վրա, որոշ մասը Ամերիկային ուղարկեն, մեծ մասը ուղարկել են արաբական երկրներ, այսօր որ տեսնում եք արաբական երկրներում սևամորթ մարդիկ, դա Աֆրիկայից է, Եվրոպաներում, Ամերիկայում, այդ բոլորը, ու ուղարկել են այդ ուրիշ երկրներ, արդեն դե մարդիկ, քանի որ այդ խցից ելել են, արդեն գնահատում են մի փոքր ազատությունը իրենց բանի մեջ, հասկանում եք ինչ մի բան, ու բայց այդ մարդիկ ինչ իրոք հոգի ունեն ծառայելու, այդ ապաշխարած ժողովուրդը մի չտեսնված մի բան է, Աստված օգնի ու զորացնի սիրելներ, ես կուզեմ այսօր ուղղակի նվիրվածության մասին խոսամ, մենք խոսացինք հավատարմության մասին, խոսացինք տարբեր թեմաներ, բայց չես կարա ուղղակի գնաս այս երկիրը ուշադրություն չդարձնես այս մարդկանց, միսիոներների նվիրվածության մասին։ Ես ուղղակի ինքս ապշած եմ սիրելներ, ինչքան անձնատուր նվիրված են հոգիների համար։ Մի փոքր նվիրվածություն, որ լինի ու շարունակական, իմացեք, ամեն աճ կլինի մարդու կյանքի մեջ, ամեն հրաշքներ կտեսնես։ Ղուկաս ավետարանը 14 գլուխ, որ բացեք կարդակ, 25 համարից շատ հետաքրքիր խոսքեր ասում Տերը, ու հենց այս խոսքերի մեջ, գիտեք, մենք շատ ժամանակ չենք կարում այս խոսքերի խորությունը հասկանանք ու ասում ենք, բայց ոնց կարա սա լինի, 21-րդ դարում հնարավոր այսպիսի մի բան։ Ասում են նրա այդ ժողովրդի մեծ բազմություններ էին գնում Հիսուսի հետ եւ դառնալով ասաց նրանց. Եթե մեկն ինձ մոտ գա, բայց չհրաժարվի իր հորից եւ մորից, կնոջից ու զավակներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր կյանքից։ Ոչ թե Տեր ասում է լքի, չհրաժարվի։ Օրինակ ժամանակ կա, որ Տերը քեզ կանչում է ինչ որ գործի համար, ինչ որ նպատակի համար։ Ամեն սիրելներ։ Ու ասում է իր կյանքից նա չի կարող իմ աշակերտը լինել։ 3 անգամ այս համարների մեջ նշում է չի կարող, լսեք։
Եվ ով որ իր խաչը չվերցնի ու իմ հետևից չգա, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Նորից, որովհետև ձեզանից ով է որ կամենա աշակերտ լինել եւ նախ չնստի ու ծախսը չհաշվի, թե ավարտելու համար բավականին միջոց ունի։ Որ ապաշխարել եք, սիրելներ, ծախսը հաշվել եք, ինչ ապահանջում հոգևոր կյանքը։ Ինչ նվիրվածության աստիճան է պահանջում։ Սա գումարի մասին չի խոսում։ Սա խոսում է քո ժամանակի մասին ու իմ ժամանակի մասին։ Այդ ծախսը, որ դնում ես այդ ժամանակը Քրիստոսի ու նրա արքայության մեջ, ամեն։ Սիրելներս, քիչ հետո կասեմ այս համարների մասին մեծ վկայություն։ Եվ 33 խոսք ասում արդ, այնպես էլ ձեզանից ամեն մեկը, եթե իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող իմ աշակերտը լինել։ Հետաքրքիր է, որ Joel and Mandy Corbins, այս մեր միսիոներները հիմա էկրանի վրա նայում եք, մեր միսիոներներն են Joel Mandy-ն, Derek-ն ու Themին, այն երիտասարդ աղջիկը 17 տարեկան է, Joyce-ը, որ 3 ամսով գնացել է ու ծառայում է, իր ծնողները ուղարկել են Ամերիկայից 3 ամիս, որ ապրի այնտեղ, 3 ամիս ընդեղ աշխատանքի է ընդունվել, աշխատում է, շփվում ու տենակ խոսքը ոնց է վկայում, սիրելներս, 17 տարեկան այս երեխան, ամեն, փառքեր Հիսուսին։ Հետաքրքիր է, խոսքը ասում է, որ թողես ամեն բան ու գնաս։ Ջոլը ու Մենդին իրենք երրորդ սերունդն են միսիոներական։ Իրենց պապիկը 1914 թվականին գնում է Աֆրիկա, Բոնկեից առաջ, պատկերացրեք, Բոնկեն Դան Քորբնի մասին շատ է խոսացել։ Գնում է Աֆրիկա ու իջնում է Աֆրիկա ու մի էշ է վերցնում, այդ էշով գնում է Բուրքինա Ֆասո այդ ահավոր տեղը։ Այն ժամանակ այդքան իսլամացված չի եղել, բայց ավելի շատ կախարդության ոգի է եղել։ Ամբողջ Աֆրիկայում ասեմ, անգամ ամենամեծ կրոններից մեկը իսլամն է, բայց այդ իսլամի մեջ նրանց համար կախարդությունը հիմնական պրակտիկան է, սիրելներ, որտեղ Աֆրիկան նախքան իսլամը ընդունել է, նրանք արդեն ունեցել են այդ ավանդույթները, ամեն։ Ինչպես մենք հայերս մենք ունեցել ենք մեր ավանդույթները, նրանք էլ իրենց ավանդույթները։ Հետաքրքիր է, Ջոլի պապիկը գնում է եւ մնում է Աֆրիկայում։ Աֆրիկայում ծնվում են Ջոլի ծնողները, ունդեղ հավատարմորեն ծառայում են եւ Աֆրիկայում նորից ծնվում են Ջոլն ու Մենդին, սիրելներս։ Նրանք եկեղեցի են սերմանում Մալիում եւ հետաքրքիր մի պատմություն պատմեց ամբողջ Մալիից հիմա Ասամբլեվգադ իր միսիոներներին դուրս է հանել։ Քանի որ իսլամը շատ արագ ձևով տարածվել է Մալիում ու սկսեցին ասում է արդեն որ մարկանց վրա արձակվել, սպանել շատերին եւ նման բաներ, ասում է մեզ տեղից ասեցին որ պետքա դուրս գանք։ Հետաքրքիր է որ պատմում էր լացելով էր պատմում։ Ինչ եկեղեցի են շինել, ինչ տարածք, հիվանդանոց, դպրոցներ, ու ասում է ես հիմա այստեղ եմ, բայց շորերս այնտեղ կախված է տան մեջ, հասկանում եք, ասում է ինչքան հոգի դրեցինք, 17 տարի Դերիկը իր կնոջ հետ Թեմի հետ ասում է 17 տարի շինում էինք ու շինում ու ծառայություններ, ու մեկ էլ պետքա դուրս գաս, էլ հնարավորություն չկա։ Մի վկայություն պատմեց, եթե մեկը չթողի իր հորը, իր մորը, ամեն բան, եւ անգամ իր կյանքը, պատկերացրեք սիրելներս։ Հետաքրքիր է պատմում, ասում է Մալիում մի ընտանիք կար, որ ասում է սկսեցին ասում է հարձակումը, որ եղավ քրիստոնյաների վրա, ու հիմնական ասում է հարձակվում էին իրենց Մալիի բնակիչների վրա, ովքեր որ ապաշխարել են, հասկանում եք։ Մի ընտանիքի ասում է բռնել էին ու ասում է գիտեք ինչ էին անում։ Երբ որ նրանք նահատակվում էին, շատ հետաքրքիր բան է, երբ որ ասում է նրանք նահատակվում էին, նահատակվելուց առաջ ասում է չգիտեին ում էին տանելու, որ հաջորդ օրը պետքա սպանեն։ Չգիտեն երեխային են տանելու, ծնողին են տանելու, թե ում են տանելու, գալիս են եւ ասում են հիմա երեխային ենք տանում կամ ծնողին, այնպես չի որ մեծից փոքր։ Ասում է այս մի ընտանիքը ասում է, երբ որ գալիս է որ պետք է այս ընտանիքից չգիտեն ում են տանելու, երեխային են վերցնում։ Ու ասում է երեխան նայում է հորը,
ասում է պատերազմը մինչև վերջ կպատերազմես։ Մինչև վերջ։ Հոր աչքերին անայում։ Ասում է հանկարծ ասում է չթողես Հիսուսին, որովհետև ես քեզ սպասում եմ հավիտենության այն կողմը, ամեն սիրելներ։ Մարդիկ իրական կյանք են տալիս Աստծո խոսքի համար, իրական կյանք, նվիրվածություն, հոգի տալ, ժամանակ տալ, սեր տալ, ու այդպես ամբողջ ընտանիքը նահատակվում է Հիսուսի անվան համար, 21-րդ դարում, ամեն, դա պատիվ է սիրելներս, կյանքդ Հիսուսի համար տալը, Աստծո խոսքը ամեն է և այո, հալելույա, փառքեր Հիսուսին։ Շատերս ասում ենք ինչու Աֆրիկան, սիրելներ։ Մի հատ նայեք էկրանի վրա Աֆրիկան ինչա կատարվում։ 1.2 միլիարդ ժողովուրդ է բնակվում Աֆրիկայում։ Աֆրիկան այնքան մեծ կոնտինենտ է, որ տեսեք քանի երկրներ կարաս տեղադրես Աֆրիկայի մեջ։ Ամերիկան, Չինաստանը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Իրան եւ այսպես երկրներ այս մեծ այս տարածքի մեջ։ Հայաստանը որտեղ ուզեք կարակ խցեք, տեղ կանի սիրելներ։ Պատկերացրեք ինչքան մեծ է ու ինչքան գործ կա անելու Աֆրիկայում, ամեն։ Հիմա մեր ժողովուրդը Ասամբլեև Գադը Գամբիան է ընտրել, տարածված են ամբողջ Աֆրիկայով մեկ։ Այս վերջի տարիներին կենտրոնացել են Գամբիայի վրա, որտև Գամբիան վերջի չվկայված երկրներից է Աֆրիկայում։ Գրեթե ամբողջ երկրները արդեն վկայվել են սիրելներ։ Մեր ամբողջ միսիայի առաջնորդը ասում է, որ մինչև 2033 թվականը ամբողջ ազգերն ու լեզուները պետք է վկայված լինեն։ Եկեղեցին վերջացնում է իր ծառայությունը իր գործը երկրի վրա։ Սիրելներ, Մատթեոս 24:14-ն ասում է, երբ որ ավետարանը քարոզվի ամբողջ աշխարհով որպես վկայություն, նոր վերջը կգա։ Երբ է Հիսուսը գալու, երբ որ խոսքը վկայվի ամբողջ մարդկանց լեզուներին եւ ցեղերին։ Գամբիան գրեթե նոր է սկսում։ 3 տարեկան եկեղեցի, փոքրիկ եկեղեցի։ Մենք որ գնացինք այս եկեղեցին շատ երիտասարդ եկեղեցի էր, փոքր եկեղեցի, 3 տարեկան եւ նոր ապաշխարած աշակերտներ, սիրելներ։ Թողել են իրենց ծնող, իրենց հայր, իրենց մայր, առանձնացել են, շատերին տնից են հանել, որ հավատքն են ընդունել, Հիսուսի համար թողել են իսլամը, այդ կրոնը սիրելներ, ու այսօր դարձել են Հիսուսի աշակերտը։ Այս անձնավորության անունը Մուդիա, մենք նայում ենք ամենառաջի աշակերտն է եղել Գամբիայի։ Այս աշակերտը ոնց որ Աստված ընտրեց Հակոբոսին, Պետրոսին, Հովանեսին, Անդրեասին ընտրեց, Անդրեասը գնաց այս երեքին կանչեց, ասեց եւ այսպես այս եղբոր գործը սա է եղել։ Եվ չի ունեցել տուն ապրելու համար։ Մենք երբ որ գնացինք վիդեոյի մեջ տեսակ, մենք այս տան դռները դրեցինք եւ հատակը այդ բետոնը արեցինք։ Ու ինքը չի իմացել։ Առաջի անգամ իրեն բերել են ու ցույց են տվել տունը։ Մեզանից առաջ ուրիշ թիմ է գնացել, շենքն է շինել։ Եվ այսպես ընտանիքով գնացինք, գործը վերջացրեցինք, տունը յուղովոցեցինք եւ մանա բնակվում այնտեղ, ամեն փառքեր Հիսուսին։ Շատ հետաքրքիր է եղել այս անձնավորության ապաշխարությունը։ Ես անգլերենը տեղադրեմ էկրանի վրա եւ հայերենը կուզեմ կարդամ, մի հատ տեսեք ինչ է ասում, ոնց է ինքը ապաշխարել։ Գիտեք, շատ հետաքրքիր ստրատեգիա ունի թիմը Գամբիայում։ Առաջինը, որպեսի մարդիկ ապաշխարեն, ամենառաջի բանը ընդունում են իրենց գործի, իրենց տան համար։ Մեր եկեղեցու տարածքի այնտեղ, եկեղեցու գործերի մաքրության ամեն բանի համար, ու երբ որ սիստեմատիկ 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս սկսում են աշխատել ժողովրդի հետ, քույր եղբայրների հետ, նրանք սկսում են բաներ նկատել։ Ինչ է կատարվում այս մարդկանց կյանքի մեջ։ Խոսքը ասում է այսպես, այս եղբոր խոսքը, վկայությունը։ Ասում է հաջորդ ամիս ասում է կլինի 10-րդ ամիսը ինչ ես ապրում եմ, աշխատում եմ այստեղ ձեզ հետ, եկեղեցում։ Այս ամբողջ ընթացքում ես դիտել եմ ձեզ եւ նկատել իմ մի առանձնահատուկ բան ձեր կյանքում։ Ես որոշել եմ, որ ցանկանում եմ ունենալ այն ինչ, որ դուք ունեք, եւ այստեղ գտնվելու ընթացքում դարձել եմ նոր մարդ։ Եվ այսպես ոչ թե միայն ինքը, բոլորը սիրելներ։
Քայլ առ քայլ իմ մտածելակերպը փոխվում է եւ նորոգվում է։ Այս խոստումը տալիս եմ ձեզ բոլորիդ, երբ հեռանամ այստեղից, կհեռանամ որպես նոր մարդ։ Ես միշտ եղել եմ մի մուսուլման, մեծացել եմ մուսուլմանական ընտանիքում եւ ամբողջ կյանքում հետևել եմ այդ հավատքին։ Սակայն ձեզ իմ կյանքում, ասում եմ, տեսնելով, ասում եմ, ես տեսա որպես ինձ նոր մարդ, որ երբ հեռանամ այստեղից, ես կերկրպագեմ Հիսուսին, ամեն։ Հետաքրքիր է, իր վկայությունն է։ Ու մեզ սիստեմատիկ դա են ասում միսիոներները, որ Գամբիայում հատկապես ժողովուրդը շատ ուշադրություն է դարձնում ձեր ամեն ինչին, ձեր խոսալուն, ձեր նստելուն, ձեր վերաբերմունքին, ոնց եք դուք իրար հետ վերաբերվում։ Ու եկեղեցին ուներ այդ սուրբ հատկությունը, հասկանում եք, որ մեկը մեկի հետ ոնց էր վերաբերվում, ինչ էր անում։ Պատկերացրեք, մեր թիմը երբ որ գնաց առաջի օրը մենք իջել ենք, միշտ սա լինում է cultural stress։ Այս երբ որ գալիս է փոփոխությունը, ձևը, ամեն բան, սկսում ես արդեն բողոքել, սկսում ես դժվարություններ ապրել, սկսում ես դատարկվել կամաց։ Եվ մեր միսիոները սա էր ասում, վիդեոյի վերջում մի համար կար, եթե ուշադրություն դարձրեցիք, ասեց սա. դուք գիտեք, դուք եկել եք Աֆրիկան փոխեք, բայց Աֆրիկան ձեզ փոխելու։ Այս երեխաներին տեսնում եք, ոչ մեկի ձեռքը հեռախոս չկար։ Ավազի վրա խաղում են, բայց մեր երեխաներից ավելի ուրախ են։ Օրվա մեջ մի կտոր հաց են ուտում, բայց գոհանում են, սիրելներ, ամեն։ Ինչ հետաքրքիր է, նայում ես, ասում ես Տեր Աստված, ու երբ որ գալիս ես հետ, ավելի շատ ես գնահատում այն բաները, ինչ որ դու ունես քո կյանքի մեջ։ Սիրելներ, պատկերացրեք մեր ճանապարհը այսպիսի մի ճանապարհ, որ մենք գնացինք Գամբիա։ Հիմա այս նավը պետք է նստես եւ անցնես նավով մյուս կողմը։ Գամբիայի ասում են North Bank ու South Bank։ Եվ այս Նորթի ու Սաութի մեջտեղը մեծ գետ է անցնում, 10 կիլոմետր լայնություն ունի գետը, շատ մեծ է, սիրելներ, 300 մայլ երկարություն ունի, սիրելներ, պատկերացրեք, միայն միսիոներները մյուս կողմից, որ անցնեն այս կողմ, գրեթե իրենց օր անցնում արդեն, դժվարությունները, ճանապարհները, ժողովուրդը, այս կյանքի, ոնց ասեմ, անբնական վիճակը, որ նայում ես ու ոնց են նվիրված ծառայում, ինչ աշակերտներ են բարձրացնում, ու հիմա նայում ենք, ասում ենք Տեր Աստված, ստեղ տրաֆիկը նայեք, երկրի կեղտոտությունը նայեք, գնահատում եք, որ Ամերիկայում եք, սիրելներ, բայց օրվա մեջ ինչքան ենք, չէ, մի փոքր մի բացասական բան ալնում, սկսում ենք արդեն դժգոհել, մի փոքր մի բան ալնում, սկսում ենք մոռանալ։ Երբ որ եկանք հետ, ամենաառաջինը միշտ ասում եմ, ամենաառաջ ժողովուրդը մեր ասում է, Տեր, ինչքան ենք սիրում ես երկիրը, ինչքան լավն է այս։ Դաժե Գամբիայից որ գնաս Հայաստան, կասես փառք ես Տեր Աստված, ես հիմա Ամերիկայում եմ բնակվում, ամեն։ Դրա համար մենք Հայաստան չենք ուղարկում միսիոներներ։ Հայաստանը վկայված երկիր է, Հայաստան, այո, միսիոներներ ուղարկում ենք, որ ուսուցանեն, դպրոցներ բարձրացնեն, բայց որ գնան այսպիսի ծառայություններ անեն, սիրելներ, այս ծառայությունները պետք է այս երկրի մարկանց չափից դուրս աղքատ, սիրելներ, ու Քրիստոսի կարիք ունեն։ Դուք պատկերացրեք ու տեսեք այս հաջորդ տրաֆիկը։ Նավից իջել ենք, հիմա ավտոյով պետք է դուրս գանք ու չենք կարում դուրս գանք։ Պատկերացրեք, կանոն չկա, օրենք չկա, ով ոնց ուզում է քշում է։ Ու մնացել ենք մոտ 1.5 ժամ այս տրաֆիկի մեջ։ Ու մենք խոսում ենք համբերության մասին։ Համբերության մասին։ Այստեղ մի փոքր տրաֆիկի մեջ ենք ընկնում ու ինչքան եմ Տիրոջը խոստովանվել, Տեր, ներիր ինձ, Տեր Աստված, ներիր ինձ։ Վարդուին գիտի մի անգամ մի sense որ քշում էի ավտոն դեմս մեկը ընկել է դանդաղ քշում, ասեցի վարդ, գիտես հաստատ կորեացի է։ Ու sense աչք քաշեցի, ձախ մի հատ գազ տվեցի, տեսանք իրոք կորեացի էր։ Հա, հիմա Գամբիայում ասեմ Տեր Աստված, իրոք ներիր այդ խոսքերից համարել։ Մի փոքր ինչ որ դեմդ մարդ ընկնում է, անհամբերություն, չէ, չես կարող բան անես։ Բայց այս վիճակի մեջ ես, հələ մեր թիմի վիճակը նայեք, քրտնած, հոգնած, հյումտի մեջ, այս վիճակի մեջ։ Սա աշակերտությունն է։ Այ հենց սա է աշակերտությունը, սիրելներս։
ու այս ավտոբուսը միջև հետ հանեցինք այստեղից, այս մեծ ավտոբուսը զատնիով հետ ենք տվել, որ մենք կարողանանք գոնե դուրս գանք ու գնանք հասնենք մեր նպատակակետին, ամեն սիրելներս։ Ես գիտեք, ես ձեզ ասում եմ, որ ինչքան հզոր գործեր անում Աստված Աֆրիկայում։ Այս մեկ անձնավորության միջոցով ապաշխարեցին այս երկու եղբայրները։ Իրենց կյանքը տվեցին։ Ամենաառաջինը Մարսիանոնը ամսի 20-ին ամուսնանում է։ Եվ հունիսի վերջում ձեռնադրելու են իրեն որպես հովիվ։ Աֆրիկայի առաջի Գամբիա երկրի առաջի ձեռնադրված հովիվն է լինելու Փառքեր Հիսուսին։ Հիշեք Մարսիոյի անունը, Փառքեր Հիսուսին, հալելույա։ Մոտ 2-ից 3 տարի տևել է, որ ոչ թե Մարսիոյին ստիպեն փոխեն, նույն ձևով Մարսիոյին ընդունել են գործի, արի մեր հետ աշխատի, այդքան բան ու մեր կյանքը տես։ Ու ամեն օր քնել են, արթնացել են, իրենց կյանքը տեսել են, իրենց շփում ու ասել են, իրոք այս մարդկանց կյանքի մեջ տարբերություն կա, մի բան տարբեր է։ Այս մարդիկ կրոն չեն, ուղղակի կրոնին չեն պաշտում կրոնի Աստծուն, սրանք ունեն հարաբերություն Աստծու հետ։ Երկրորդ եղբայրը, ես երբ որ լսեցի Օմանի պատմությունը, վրեժ շատ ազդեց։ Մի ձեռքը կտրված է սիրելներս։ Այս ամբողջ բաղը ինքն է մշակում։ Քյաշյուն որ կա, այդ քյաշյուի այդ պտուղը վիդեոյի մեջ տեսակ, երբ որ բերքահավաքը լինում է, այդ ամբողջ բերքը լցնում է ապարատի մեջ եւ ձեռքը ընկնում է ապարատի մեջ, այդ ամբողջ ձեռքը վնասում է ու կտրում են։ Բայց մեկ ձեռքով ոնց է նորից աշխատում, ոնց է Տիրոջը պաշտում, ոնց է երկրպագում Տիրոջը սիրելներս, ամեն։ Ինչ ուրախ անձնավորություն Տիրոջ համար, Փառքեր Հիսուսին։ Ասում եմ Տեր Աստված, մենք ապրում ենք մի երկրի մեջ, ամեն հնարավորություն ունենք։ Աֆրիկային, որ մի տարածքից գնաս մյուս տարածք, քեզ 1 օր ժամանակ է պետք։ Ինչքան դժվար է սիրելներս, այստեղից մինչև հասանք մեր նպատակակետին, եկեղեցին Գամբիան 50 ժամ է տևել։ Մենակ 12.5 ժամ հասանք Թուրքիա։ 7 ժամ Թուրքիայում սպասեցինք։ 7.5 ժամ Թուրքիայից գնացինք Գամբիա։ Պատկերացրեք, նստել ենք այդ նավը, որ գետը անցնենք։ Աֆրիկայի ամենամեծ գետն է, սիրելներս։ 10 կիլոմետր պետք է անցնես մյուս կողմը, անցել ենք մյուս կողմը, մի քանի ժամ տևել է, միջև գնացինք ու հասանք արդեն սպառված էինք։ Բայց միսիոներները ասում են, սա մեր կյանքն է ու Փառք Հիսուսին, որ Աստված մեզ բերել է այստեղ։ Խնդրում ենք, տարին 1 անգամ թիմ ուղարկեք։ Մենք ձեզանից շատ բան չենք ուզում։ Տարին 1 անգամ կարաք ձեր ժամանակը տաք։ Այն ժամանակը, որ ասում է, եթե մեկը չթողի իր հորը, իր մորը, իր եղբայրը, այո, էլի կվերադառնաս քո ընտանիքի, քո հարմարավետ կյանքին, բայց տարվա մեջ 1 անգամ քույրս, եղբայրս, ամեն, այս հնարավորությունը կգա մեզ։ Ամենամեծ ավետարանչությունը արեցինք ծառների տակ, շփվելով։ Դու գիտեք, ես ինչքան փիկի եմ ուտելու մեջ։ Ես ինչքան sense դիզերտի նման բաներ կար, փոքր մորքը, պրոտեին, բան հետը տարել եմ պայուսակով, just in case։ Սնակներ եմ տարել, որ կարողանամ գոնե մի 10 օր դրանով յոլա եթան, որտեվ արդեն սպասումներ ունեի, որ ինչ ա լինելու։ Վիդեոյի մեջ տեսակ, որ ուտելիքը պատրաստում են, ես սովոր չէի, սիրելներս։ Մի ամանի մեջ եւ մի ամանի մեջ պետքա մի խոսքով մեր միսիոները եկավ ու մի բան ասեց, լսեք, նրանք ձեզ նայում են։ Ու այս ազգի մեջ, երբ որ ձեզ հյուրասիրում են, դուք պետք է հաց ուտեք։ Հասկանում եք։ Չեք կարող ուղղակի չուտեք։ Դե ինչ անենք։ Օրտնեցինք ու կերանք, սիրելներ, Փառք Հիսուսին։ Այդտեղից արդեն խառնվեցինք այս ժողովրդի հետ։ Ամեն։ Իրենց ուտելիքի, իրենց մշակույթի, իրենց ձևի, հենց սա Քրիստոսի կյանքն էր։ Որ մենք ասում ենք Քրիստոսը մարմին հագավ, Քրիստոսը եկավ երկիր, բա ինչ արեց։ Երկինքը, դրախտը, հարմարավետ կյանքը, լավը թողել է, մարմինը հագելու են, էլ ասում է մարդկային մարմին։ Ու եկավ ու բնակվեց մեր մեջ։ Սիրելներս, Փառքեր Հիսուսին։ Ու որտեղ որ գնում էինք, հրավիրում էինք ու ասում էինք Կիրակի օրը կգաք եկեղեցի։ Մենք ուղղակի ունենք բարի լուր ձեր համար։ Ուզում ենք, որ դու գաք։ Սիրուն թուղթը տալիս էինք, խոսում էինք, հաց էինք ուտում,
գնում էինք այդ playground-ը, իրենց հետ աշխատում էինք, այդ գործերն էինք անում, ու մեկ էլ երբ որ եկավ սիրելներ Կիրակի օրը, առաջի անգամ Գամբիայի եկեղեցում 50-ից ավել ժողովուրդ էր եկել։ Բայց ոնց բերեցին այս մարկանց, գնացին ավտոներով տներից բերեցին, ասма մեր ծառայությունը սա է, եթե չգնաս տներից իրենց բերես չեն կարող գան, ճանապարհները, դժվարությունները, բերեցին սիրելներս ոնց էին ուրախացել մեր միսիոներները, ասма առաջի անգամ եկեղեցում 50 հոգի ժողովուրդ կա, փառքեր Հիսուսին, հալելույա, ու Տերը մեծ ձևով գործում է այս համայնքի մեջ, մեր նպատակը սա էր, ամեն առավոտ արտանում ենք, խնդրում ենք Աստծուն, ինչ ուղղությամբ է ուղարկում, որ տարածքի մեջ է ուղարկում, սիրելի Հիսուս, ու ասեմ, որ 7 մարդկային ցեղեր կան Գամբիայում, մեկը մեկից ահավոր տրադիցիաներ ունեն, կապանքներ ունեն, դժվարություններ ունեն, ես քիչ առաջ նշեցի ու ասեցի, որ շատ անգամ մենք խոսում ենք Հիսուսի այրյան զորության մասին ու չենք էլ պատկերացնում այդ այրյան զորությունը, ինչ զորություն ունի սիրելներ, Գամբիայում Մանդիկ անունով մի ցեղ կա, այդ ցեղը ամենամեծ կռապաշտ ցեղն է ու կախարդության ոգով, անեծքի ոգով բռնկված։ Իրենք իրենց ծառայողներին ուղարկում են ճանապարհները, իրենց ծառայողներն են, ու քայլում են ճանապարհներով ու սկսում են անիծել։ Անիծում են բոլորին, ովքեր իրենց տեսակի մեջ չեն։ Անեծք, բառացի եմ ասում, անեծք քո դիմաց, քո ընտանիքի դիմաց, անեծք մահանալու, հիվանդանալու ու այդ անեծքները։ Պատկերացրեք ամեն տարածքներ գնում են ու ահավոր բղավոց են անում, ձեն, գոռոց, հասկանում եք, մի օր առավոտյան քնած ենք, մի հատ ուժեղ գոռոց լսվեց, չգիտենք ինչ էր, ասենք կարող է սա կենթանի է, կենթանու ձենի նման, ասես բղավելու նման մի բան էր, հա, մեր միսիոներներին հարցրեցինք, ասեցին դա դրանցից մեկն է, ամեն սիրելներ, հիմա երբ որ լինես Գամբիայում ինչ կանես, պետք է առճակես Հիսուսի արյունը, կգաք Գամբիա, սիրելներ, ամեն, փառքեր Հիսուսին, գնալու ենք, հավատացեք, ասում ամեն տարածքներ գնում են բացի եկեղեցու տարածքից, որտև այդ տարածքի վրա Քրիստոսի արյունն է առճակված, հալելույա, դրա համար եմ ասում սիրելները, շատ ժամանակ մենք նայում ենք և ասում ենք, Հիսուսի արյունը կարծես սովորական մի բան լինի, ես Հիսուսի արյունն եմ հռչակում, բայց գիտես այդ Հիսուսի անունը ինչ է անում, կոտրում ամեն անեծքներ, ամեն մեղքեր, ամեն տրադիցիաներ, ամեն սարսափներ, ամեն վախեր քո կյանքի միջից, ամեն բացասական խոսք, որ ասվել է քո դիմաց, կոտրվում է Հիսուսի անունով և արյունով, ես դրա համար ամեն անգամ երբ որ աղոթում եմ, հռչակում եմ Քրիստոսի արյունը և նրա այրյան զորությունը իմ կյանքի մեջ, փառքեր Հիսուսին, Քրիստոսի արյունը ունի զորություն, ասա ամեն, փառքեր Հիսուսին, ամեն անգամ երբ որ գալիս ենք սիրելներ Տիրոջ տուն, հռչակեք Հիսուսի արյունը, հռչակեք Հիսուսի արյունը այս քաղաքի մեջ, ձեր ընտանիքի վրա, ձեր քաղաքի, ձեր ընկերների, ձեր երեխաների կյանքի վրա, հռչակեք Հիսուսի կատարյալ անունը, փառքեր Հիսուսին, Հայր ես հռչակում եմ քո Հիսուս, քո արյունը այստեղ, մեր մտքի, մեր սրտի, մեր կյանքի վրա, մեր դժվարությունների, մեր պրոբլեմների վրա, մեր խնդիրների վրա Քրիստոսի արյունն է հռչակում, Հայր, քո որդու Հիսուսի արյունն է հռչակում, Հայր, Հայր թող կոտրվի ամեն կապանք, Տեր Աստված, Գամբիայում Տեր Աստված, ամեն տարածքներ դու տալիս ես մեզ, թիզ առ թիզ վերցնում ենք ամեն տարածքներ, այդ 7 ցեղերի վրա հռչակում ենք Քրիստոսի այրյան զորությունը, Տեր Աստված, սիրելի եկեղեցի, եկեք աղոթենք մեր քույր եղբայրների վրա, այս 3 տարեկան եկեղեցին մեր կարիքն ունի, ամբողջ Գամբիայում 3 միլիոն բնակչություն կա և 3 միլիոն բնակչության մեջ ընդամենը 20 ծառայող, այդքան բան, 20 ծառայողներ, Տեր, բարձրացրու մշակներ, պատրաստիր քո դաշտը, Տեր Աստված, ես խնդրում եմ Տեր Աստված, կոտրիր թմրությունը, Տեր Աստված, այս քաղաքի վրայից, մեր կյանքից, Տեր Աստված, հանիր չորությունը, Տեր Աստված, բեր կյանք, Տեր Հիսուս, բեր կյանք, Տեր Հիսուս, մինչև 20-33 թիվը, խոսքն ասում է միսիոներների միջոցով մարգարեություն, որ ամբողջ ազգերն ու լեզուները արդեն վկայված են լինելու, և մեր միսիոները ասեց, շատ հետաքրքիր խոսք սիրելներ,
2033 թիվը լրանում է 2000 տարին, որ Քրիստոսը խաչի վրայից հռչակեց. Լամա լամա սաբակթանի, ամեն բան վերջացավ։ Բոլորը հավատում են, բոլոր եկեղեցիները, բոլոր միսիոներները միաբանված են ու հավատում են, որ շատ մոտ է Քրիստոսի գալուստը։ Երբ որ ամբողջ երկրները, ազգերը վկայվեցին, էլ ինչ ունենք մենք անելու աշխարհի վրա։ Մենք վերջացրեցինք մեր միսիան, մեր գործը վերջացրեցինք։ Գամբիան եւ մի քանի երկրներ են մնացել Աֆրիկայում, որ պետք է վկայվեն։ Եվ Աստված վերջի գործն անում աշխարհի վրա արթնացնելու իր եկեղեցին։ Սիրելի եկեղեցի, հետաքրքիր բան է կատարվում։ Ամերիկայում մենք ունենք այս լավ հարմարավետ վիճակը։ Գալիս ենք եկեղեցի, կանդիշենը, սառնա ասում ենք սառնա, տաք ասում ենք տաքա, իրենք այս հարմարավետությունը չունեն, ոչ մի բան չունեն։ Նեղ պայմանների մեջ, դժվար պայմանների մեջ, անձրևի, էլ շոքի, ամեն բաների մեջ նվիրված, կատարյալ նվիրվածությամբ գալիս են Տիրոջը։ Մի բանի համար Տեր, որ վերջացնենք մեր գործը երկրի վրա։ Փառքեր Հիսուսին, կանգնենք ոտքի, սիրելներ։ Խնդրենք, որ Աստված տա մեզ միսիայի հոգի, տա մեզ արթնության հոգի։ Տերը արթնացնի մեզ, մեր կյանքը, մեր եկեղեցին։ Ու եւս մեկ անգամ ասենք Տեր Աստված, այո, դու մեզ կանչում ես ավելի մեծ նպատակի, ավելի մեծ գործերի համար, Տեր Աստված, այսօր մենք ընդունում ենք քո կանչը մեր մեջ, Տեր Հիսուս։ Հայր, ես հավատում եմ, Տեր, այս խոսքերը ուղղակի չեր գրված։ Եթե մեկ իր հայրը, իր մայրը, իր ծնողին չթողի, չգա, եւ անգամ իր կյանքը չթողի, նա իմ աշակերտը չի կարա լինի, Տեր։ Այսօր ես աղոթում եմ, որ մեր եկեղեցին, Տեր Աստված, ունենա մի փոքր նվիրվածություն ավելի մեծ գործեր անելու համար, ավելի մեծ քայլեր անելու համար։ Սիրելի Սուրբ Հոգի, բեր այս վերջի օրերի արթնությունը մեր մեջ։ Ես խնդրում եմ, Տեր, որ այս հայկական եկեղեցին, այս մեկ հայկական եկեղեցին թող լինի միսիայի եկեղեցի, Տեր։ Այո, մենք ունենք այլ քույր եկեղեցիներ այստեղ, հայկական, բայց որն է նպատակը այս եկեղեցու։ Ես հասկացել եմ, որ միսիան է, Տեր։ Դեռ սկզբից եմ հասկացել, Տեր։ Սկզբից եմ հասկացել, Տեր, 2017-ին, երբ որ մեզ ուղարկեցիր Իսրայել, Թուրքիա եւ այդտեղից տարբեր տարածքներ, մենք հասկացանք, որ մենք կանչված ենք, Տեր Աստված, ազգերի համար։ Երբնային Տեր Աստված, տուր մեզ ոտքեր քայլելու, տուր մեզ տարածքներ գնալու, տուր մեզ վախեր կոտրելու, անեծքներ կոտրելու, այո, ամեն սարսափներ կոտրելու, Հիսուսի անունով եւ այրունով, Տեր Աստված, անգամ այս տարածքի միջից, Տեր Աստված, այն լեզուն, այն բառերը, որ խոսում են մեր դիմաց, թող կոտրվի Հիսուսի անունով եւ այրունով։ Հայր, ամեն թուղթ ու գրի դիմաց, անեծքների դիմաց, Հայր, մեր ազգի մեջ էլ կա կռապաշտություն, Տեր։ Կռապաշտության ոգին թող կոտրվի, սիրելներ, հավատացեք, մենք ասում ենք առաջի քրիստոնյա ազգն ենք, բայց լի կռապաշտությամբ։ Ամեն Տեր Աստված, թուղթ ու գիր այդ ոգիները, փնտրող այդ հոգիները թող չկվեն հեռանան Հիսուսի անունով եւ այրունով։ Քրիստոսի այրան զորություն եմ կանչում, Տեր, այրունովը պատժիր այդ ոգիները։ Այո, Տեր Աստված, թող նրանք տեղ չունենան այդ կուրքերը, այդ աշխահոլունքները, այդ դիվային ուժերը, մեր կյանքի մեջ, մեր ընտանիքների մեջ, Տեր, այդ սարսափն, այդ դիպրեսիան հանիր, Տեր Աստված։ Օբրակաս ամանարաբաս, ամեն Հիսուս, ամեն Հիսուս, գործիր այստեղ, Տեր Աստված, արթնացրու մեր ազգը, Տեր Աստված, մեր ազգի պիտի հանիր այդ պատիժը, Տեր Աստված, հանիր այդ մեղքի պատիժը, Տեր Աստված, հանիր այդ կախարդության պատիժը, Տեր Աստված։ Տեր, այս աղոթքը դեռ առել եմ կանգնած Գամբիայում, մեր երկրի վրա, մեր երկրի համար։ Ամեն, Տեր Հիսուս, արթնացրու ամեն եկեղեցի, Տեր Աստված, այսօր,
Արթնացրու այս վերջի օրերի ժամանակների համար, ոնց որ դու դրել ես մեր միսիոներների մեջ, որ նրանք անձնատուր ձևով իրենց կյանքը տալիս են Հիսուսին, ամեն օր ետ չնայելով նայում են դեպի արքայություն, Տեր Աստված։ Ես աղոթում ու օրհնում եմ ամեն նահատակ ընտանիքի հարազատներին, Տեր Աստված, որ նրանց ամեն մի նահատակը եղել են սերմեր սերմանված այդ հողերի մեջ, այդ սերմանված մարդիկ են, որ նրանք տվել են բոնկեներ, նրանք տվել են ավետարանիչներ, եւ այսօր Աֆրիկան կանչում է Հիսուսի անունը, Աֆրիկայի մեջ սկսել է արթնություն, գրեթե մուսուլմանների մեջ մեծ ձևով շարժա դեպի Քրիստոսը, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ինքնաթիռի մեջ յետ գալուց սիրելներ, կողքս մի կին էր նստած, եւ չէի կարում վկայեմ առաջի երկու ժամը չէի կարում վկայեմ ոչ մի բան, դե հանեցի ասեցի այս վիդեոն պատրաստեմ, էկրանի վրա որ տեսակ, վիդեոն պատրաստում էի, ու պատրաստելու ժամանակ հետաքրքիր է, այս կինը նայեց, ասեց դու քրիստոնյա ես, ասեցի հա, ասմա լավ գործ եք անում Հիսուսի համար, ասեց լսի ես էլ եմ քրիստոնյա, Պաղեստինի քրիստոնյա եմ, ու ասեց ամբողջ ընտանիքս ատում է ինձ, ու մեծ հալածանքներով եմ անցնում, ասեցի բա դու որտեղից ես գալի, ասեց Թուրքիայից եմ գալիս, ու Աստված նորից կպավ սրտիս, ասեց Արմեն որտեղից եք սկսել, Թուրքիայից եք սկսել, դու գնացիք Թուրքիա, 2018-ին ծառայեցինք, այդ վկայությունը ես տվեցի անգամ Գամբիայում, ամեն մի նոր տարածք որ գնամ, մեր ազգի պատմություն ես պատմում եմ, ու գիտեք սիրելներս, այդ կնոջը որ հետ խոսում ենք, ասում ես ձեր ազգի պատմությունն է գիտեմ, ու ասում մեր պատմությունն էլ է դժվար, բայց փառք Հիսուսին, որ մենք Հիսուսին ենք ծառայում, հալելույա, գնալուց պատկերացրեք 12 ժամ այնքան դժվար անցավ, ձանձրալի անցավ, ճիշտ է բացում ես, ուզում ես խոսքը կարդաս, բայց միտքդ, մարմինդ, աշկերդ ծանրացած են, բայց հետ գալուց 7 ժամ խոսում ենք ու չենք վերջացնում, 7 ժամ խոսում ենք Տիրոջ գործերի մասին, ու վերջ չկա, ու Աստված ասեց, դու զգացիր այն ինչ որ ես սամարացի կնոջ հետ խոսում էի, այն աղբյուրի մոտ, այն ջրհորի մոտ, գիտեք Աստծո գործի մեջ երբեք չես հոգնի, երբեք չես հոգնի, Աստծո գործի մեջ կյանքիդ մեջ կգան հարվածներ, հարձակումներ, կգան դժվարություններ, գայթակղություններ, կգան պահեր, թող, հանձնվի, քո նվիրվածությունը միջև այդտեղ էր, բայց սիրելիս, եթե կյանքդ Քրիստոսի մեջ է, ու երբ որ Տիրոջ գործը տեսնում ես, փրկվածները հասկը տեսնում ես, ինչքան Աստված գործ, երբեք չես թողնի դա, դուք պատկերացրեք, դուք սերմեր եք այս եկեղեցում, սերմեր եք այս եկեղեցում, 2027-ից սկսած դուք կտեսնեք աշխարհի վրա գալիս է նոր արթնություն, նոր շարժ, դժվարությունների դիմաց, հիշեք սա, դժվարության ալիք է գալու աշխարհում, շատ մեծ դժվարության ալիք, բայց Աստված բարձրացնում է մի այլ մի բան այս աշխարհի մեջ, բարձրացնում է մի նոր շարժ, 27, 28, 29, 30 եւ այսպես ավետարանը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ եւ Աստված արթնացնում է իր եկեղեցին վերջի օրերի, վերջի ժամանակների համար, ասա փառք քեզ Հիսուս, շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ ամեն մի հոգու համար, մեր եկեղեցու համար Տեր, գոհություն, պատիվ, մեծություն քեզ Հիսուս, քեզ Հիսուս, որ քեզ պաշտում եմ ես, փառք քեզ իմ ընտանիքի համար, փառք քեզ այս երկրի, ամեն հաջողությունների համար, որ դու տվել ես ինձ, ամեն բանի համար, փառք քեզ Հիսուս, շնորհակալ ենք Տեր,
Շնորհակալ եմ Տեր Հիսուս, մուդի համար Տեր Աստված։ Շնորհակալ եմ Տեր, ամեն մի հոգի, որ մենք հանդիպել ենք, շնորհակալ եմ ապաշխարության հոգի եմ կանչում այս համայնքի համար Տեր։ Տեր այս կիրակի եւ հաջորդ կիրակիները թող ավելի մեծ շարժ լինի Գամբիայում Տեր։ Թող այս հոգիները ապաշխարեն եւ ջրով մկրտվեն Տեր Աստված։ Շարժվեն Տեր Աստված։ Տեր այդ գետը Տեր Աստված, այդ սարսափելի հսկա մեծ գետը Տեր, թող կենթանի ջրերի գետեր դառնան այս մարդկանց մեջ Տեր Հիսուս Քրիստոս։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս։ Հայր աղոթում եմ այս հավատարիմ նվիրված ծառաների համար։ Աղոթում եմ Ջոլի, Մենդիի համար, Դերիկի, Թեմի համար եւ Ջոյսի համար Տեր։ Խնդրում եմ Տեր Հիսուս, արյունովը Տեր, պահես նրանց ծառայությունը։ Խնդրում եմ Տեր Հիսուս։ Հատկապես աղոթենք Դերիկի համար, սիրելներ։ Նա մոտ 17 տարի այստեղ ծառայում է։ Նրա աչքերի առաջ է մեծացել Ջոլը իր կնոջ հետ Աֆրիկայում։ Իսկ Դերիկին վկայել է Ջոլի պապիկը, որ նա ապաշխարել է եւ ասում էր լսեք, աղոթեք, Ջոլը դեռ չգիտի, բայց ասում է ինձ 3 տարի է մնացի այստեղ ծառայեմ, պետք է վերադառնամ հայրենիք արդեն։ Աստված մեկ այլ աշակերտ թող ուղարկի իմ տեղը։ Սա դժվար բան է այս փոխանցումը։ Եթե մենք Ամերիկայում մտածենք հովիվի փոխանցում մեկ այլ հովիվ գա, պատկերացրեք 10-20 անգամ ավելի դժվար է միսիայի համար, բայց Տերը արդեն կհոգա սիրելներ։ Ամեն առավոտ ասում է աղոթեք, աղոթեք, թող Աստված բարձրացնի նվիրված անձնավորություն։ Թեմին ինչքան ընտիր էր այս քույրիկի իր կինը, մենք գնացինք, նա այնտեղ չէր Թեմին, Թեմի համար աղոթեք, նա գնաց իր հորը թաղեց ու հետ եկավ էլի, որ մեր հետ հանդիպի։ Պատկերացրեք, ես ապշած եմ այս մարդկանց նվիրվածության վրա։ Նա դեռ Աֆրիկայում է եղել եւ լսել է, որ հայրը հիվանդանոցում է, գնացել է, վերջացրել ու եկավ, վերջի 2 օրը մեր հետ լավ ժամանակ անցկացրեց Թեմին։ Եվ ասում է սա է, սիրելներ, ծնունդներ ենք շնորհավորում Zoom-ով, մեր թորների ծնունդներն ենք շնորհավորում Zoom-ով, տեսնում ենք իրենց Zoom-ով, ամեն սիրելի եկեղեցի, նվիրվածություն։ Խնդրում եմ Տիրոջ գործին նվիրված եղեք։ Այս 5 շաբթի օրը ունենալու ենք քույրերի եւ եղբայրների ծառայություն այստեղ։ Աֆրիկա չենք ուղարկում ձեզ, բայց եկեք սիրելներ, միացեք մեզ, ամեն։ Հրաշալի պաշտամունք եւ շփում մեկս մեկի հետ։ Տերը թող օրհնի ձեզ ձեր կյանքը, ձեր նպատակն ու ծառայությունները։ Շնորհակալ եմ ձեր ջերմ աղոթների համար եւ Սուրբ Հոգու շարժը մեր մեջ։ Հիսուսյան անունով եմ աղոթում եւ Հայր Աստծո սերը, Սուրբ Հոգու աղոթությունը եւ Որդու Հիսուսի Քրիստոսի շնորհը ամեն մեկիս հետ լինի, ամեն ու ամեն, փառքեր Հիսուսին։ Ամեն, փառքեր Հիսուսին։